Հիդրոթերապևտաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, Կապանում մեկ օրում մարտի 27-ին թափվել է 47 մմ տեղում, ինչը կազմում է մարտ ամսվա նորմայի 75%-ը։ Հորդառատ տեղումներից քանդվել է սելավատարը, վնասվել են ավտոմեքենաներ, տուժել կենդանիներ։ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են. Մարտի 27-ին ժամը 12:10-ին Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքում վարարել է ողջի գետը։ Պարզվել է, որ գետի վարարում տեղի չի ունեցել։ Արզումանյան փողոցում հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի պատնեշը, ինչի հետևանքով ջրաբերուկները տարածվել են ավտոճանապարհին։ Կան արգելափակված ավտոմեքենաներ։ Փրկարար ծառայությունն օպերատիվորեն արձագանքել է ստեղծված իրավիճակին եւ տեղում իրականացվում են համապատասխան աշխատանքներ։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն էլ հայտնում է, որ գետերի ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ։ Պատկան մարմինները մարզում անցել են աշխատանքային արտակարգ ռեժիմի, իրականացում են կանխարգելիչ եւ օպերատիվ միջոցառումներ իրավիճակը վերահսկելի պահելու համար։ Խնդրում ենք հեռու մնալ գետամերձ տարածքներից, չմոտենալ վարարած գետերին, ճանապարհներին լինել առավել ուշադիր։ Սյունիքի պաշտոնյաների հետ զրուցել չկարողացանք։ Մեր զանգերին չպատասխանեցին ոչ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ոչ Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։